Ցեզի մեկ համար պիտի տամ, որ գարտանք միասին եւ մի քիչ այդ համարի մասին խոսանք։ Եբրայեցիս գիրք գլուխ 4 12-ին մինչև 13 համարները։ Եբրայեցիս 4 12-ին մինչև 13։ Նայեցեք ինչ կսա այս խոսքը, գարտանք միասին փորձենք հասկանալ։ Վասնզի Աստուծո խոսքը գենթանի է եւ զորեղ։ Եվ ամեն եկսայրի սուր է գդրուկ։ Եկսայրի սուրը սել է սուր, որ երկու գողմեն գգդրե։ Այս սուրերից է, որ երկու գողմը սուր է։ Սուրեր կամ որ մեկ կողմը սուր են։ Այդ թուրերը, որ մեկ կողմը սուր են։ Այս երկուքը։ Ուրեմն Աստծո խոսքը գսե այդպես գդրուկ է, գդրող է, եկսայրի սուր է ավելի։ Որ գտափանցե Թափանցեսել է մտնե մինչև խորքը և ֆրանսերեն թարգմանությունը և շատ հայերեն թարգմանությունները գսե բաժանելու համար ներս կմտնե գսե ներսը նպատակը բաժանելն է շտկելն է որպեսզի և գերսը գսե մինչև այն մարդուն շունչը ոգին և հոդվածները և ձուծը Աստծո խոսքը ուրեմն այնպես զորեղ է, որ գմտնե մարդուն ամենին խորքի դեղերը ամեն ինչ իրար դեղը տնելու նպատակով։ Եվ մինչև ձուծը, ես շատ գեղեցիկ խոսք է, ողնաշարը, մեջի ձուծը, որ շատ քախնի դեղ է այդտեղ, երևալի դեղ չէ, բայց եթե չլա, դու ոտքի չես կարող գաղտնես, եթե ձուծը չլինի ողնաշարի մեջ։ Ուրեմն Աստծո խոսքը գսե այն է, որ գտափանցե ներս կմտնե մարդուն մինչև խորքը Եվ գքնե սրդի խորհուրդները, և գքնե սրդի մտածումները, Աստծո խոսքը։ Չգա գսե ոչ մի արարած, որ Աստուծո թեմ չերևնա։ Մի խոսքով ֆրանսերեն գսե, չգա մեկը, որ մերգ չէ Աստուծո առջև։ Մի խոսքով Աստծո առջև ամենը մերգ են։ Մերգ միջև ձուծը, սկանեղը գիտեք ինչ է։ Էդա։ Ուրեմն Միջև ձուծը, ամեն բան գսե անոր հայտնի է, անոր աչկերում, Աստուծո համար է խոսքը, որում մենք հաշիվ պիտի տանք, հոյակապ խոսքը, Աստծո խոսքը, այն խոսքն է զորեղ է, որ գմտնե մինչև խորքերը, բաժնելու համար, ցույց տալու համար, մտածումները, խորհուրդները, զգացումները, ներսի կապվածությունները, ներսի բահված բաները Ով սկանեղ արած է։ Ով չարած։ Ամենս արել է։ Ես արել եմ, ես դեսնեմ։ Հա, ես կարծեմ չեմ արել։ Մի խոսքով։ Մա հա, Հայաստան արել եմ։ Հա, օքեյ։ Սկանեղը չի բժշկում։ Սկանեղը ցույց է տալիս։ Ամեն։ Սկանեղը չի բժշկում։ Ցույց է տալիս ինչ է խնդիրը քո այդ վիճակին։ Աստծո խոսքը այն է, որ բարձրապես բացահայտում է։ Ինչ կա չկա, այո։ Բացահայտում է ոչ թե Երևանին, այլ ձուծը, որ Աստված ինքին է, ինք պետք չունի բացահայտվելու։ Մենք պետք ունենք բացահայտվելու։ Ուրեմն Աստծո խոսքը պետք ունենք մենք, որ մենք հասկանանք մեր ձուծի մեջ ինչ կա։ Հալելույա։ Քանի որ Աստված գսե արդեն ամեն ինչ գիտե, անոր առջև բոլորը մերգ են։ Բայց Աստված իր խոսքը ուղարկած է, որպեսզի այդ խոսքը ես եւ դու ընդունելով հասկանանք մեր մեջի խնդիրները ինչ են։ Հալելույա։ Եվ ասեմ ցեզի, որ Աստծո խոսքը եթե թույլ տաս, որ ձուծդ մտնե, քեզ խանգարելու է։ Ինչու քանի որ քո այդ ներսի դեկոր եղած, զարտարված բահված բաները ինք բացում է։ Գապարիչը բացում է, հոդը գալիս է։ Հալելույա։ Հալելույա, գապարիչը բաց, հոդը գուքա։ Աստծո խոսքը գապարիչը բացում է, որ հոդը առնես։ Եվ այս ինչ վիճակ է։ Հալելույա, եւ երբ որ գմտածի այս խոսքերը, այս խոսքի վրա,
Միտքս պատմությունը եկավ կորց արաքելոցի մեջ, որ Բողոս գսե հիմա գուզեմ այդ թեման խոսին 24 գլուխ բացեք կամած կորց արաքելոց 24 Բիդի դեստեք այդտեղ պատմությունը գա եւ զարմանալի ցեվով այս պատմությունը որ հիմա պիտի գարտանք, այս խոսքերը որ հիմա պիտի գարտանք, պիտի բացադրի Եբրայեցիս այս մեր գարտացած համարները։ Հարցում ցեզի Քաղաքներ ունիք կամ չունիք ձեր կյանքի մեջ։ Քաղաքներ կա որ չեք ուզում մարդիկ տեսնեն։ Էդալ այո։ Ձեր հետ կապված։ Ինձ հետ կապված ինչ քաղաքներ ունիք քույրիկ ջան։ Դուք համարի ես իմ համար։ Հալելույա։ Հալելույա Պարտիրոջը։ Գիտեք խնդիրը ինչ է, սիրելի քույր եղբայրներ, որ Աստված գուզե քեզ հայտնել քո բահած գաղտնիքը, քեզ հայտնել քո ներսինը, քեզ հայտնել քո ներսի այդ զարդարվածները եւ կամ այդ ներսի բահվածները, որ դու չես ուզում նրանց մասին խոսել, ոչալ մտածել։ Գա թե մարդիկ, որ դու քեզ գսես, այս թեմայի մասին չեմ մտածելու։ Չեմ ուզում հիշեմ, չեմ ուզում մտածեմ, չեմ ուզում մեկի հիշեցնի, չեմ ուզում այդ թեման կա իմ առաջ։ Եվ ասեմ ձեզ, երբ որ հավատացյալ մարդ ես դառնում եւ Հիսուս Քրիստոսը գտնես, իմացիր, Հիսուս Քրիստոս այդ կորձն է անելու քո կյանքի մեջ։ Եվ ասոր համար է որ շատերը ետ դարձ կնեն, քանի որ իրենց ինչը լալ մեջտեղ գել եւ գամաչեն եւ ետ դարձ կնեն։ Բայց նպատակը ամաչելը չի, նպատակը ապաշխարելն է։ Ամաչելով ապաշխարել։ Ուրեմն Աստված գուզե մեր ներսերը դուրս հանել։ Եկեղեցին պիտի լա այն վայրը, որ քեզ սկաներ անես ամեն օր, ամեն կալուտ։ Դու այդ ներս կմտնես, զրրտ սկաներ եղավ։ Եվ դու այդ դուրս ելած այդ սկաները թուղթը քեզ են տալիս։ Մենք չենք կարդում։ Դու աստանում ես այդ սկաները, գնում ես դու նայում ես ասում ես, «Էհեյ, էս ինչեր կա սկաներին մեջ»։ Մենք չենք իմանում, չենք գալ ուզեր իմանալ, մենք չենք տադեր մեկը մյուսին, բայց Աստված գուզե իր խոսքով սկաների թուղթը տա քեզ, ասե գնա դես մեջը ինչ կա։ Հալելույա։ Եվ հավատացյալը լալը հենց այս կետն է որ ինձի մտածեցնել դվա, հավատացյալ լալը Հիսուս Քրիստոսի, այդ է որ մեր ներսի բաները տեսնելով զղջանք եւ ապաշխարենք։ Հիմա իմ ներսի ինչ որ գսե ինձ, նույնը չէ ինչ որ պիտի քեզ։ Բոլորիս պիտի սե մեղավոր ենք, ապաշխարեցեք։ Ամեն։ Բոլորիս պիտի սե Հիսուս մերավ քեզ համար, փարտուր դիրեշը եւ ապաշխարե։ Ամեն։ Բայց հետո պիտի մոդենա ինձ։ Եվ պիտի սե դու նայիր ինչ տեսակի մարդ ես։ Հետո պիտի մոդենա քեզ։ Պիտի սե նայիր դու ինչ տեսակի քույր ես։ Եվ նպատակը ներսեն փոխելու նպատակն է։ Համաձայն ենք։ Կուզեք քաղաքները մեջտեղ են, բաղված բաներ գա, ամաչելու ենք։ Բողոս Արաքյալ, գլուխ 24 կորց Արաքելոց։ Բադասխանադու Պելիկյային հետ եղա, Պելիկյան ուրեմն բաներ, procureur ֆրանսերեն, մի խոսքով տադախազ ասենք, այդպես կարևոր անձնավորություն։ Իր թիմացի ելավ, զարմանալի, եւ իրեն իր ներսինները իր երեսին զարգավ։ Ողգս ամեն։ Գուզես մեկը թիմացդ ելլե եւ քո ինչը լալդ քո երեսից զառնի։ Չեն գուզեր, բայց Աստված մարդ է ուղարկում մեզ, որ մեր ինչը լալը մեր երեսին զառնի։ Ոչ թե թադաբարդության նպատակով, այլ նորից եմ ասում, ներսից դուրս հանելու ապաշխարության նպատակով։ Երանի այն մարդը, որ իմ գողքս է, կամ իմ ընկերս է, ընտանիքի անդամս է, կամ եկեղեցի եղբայր, որ իմ ներսի բախված բաները, որ ես գիտեմ, որ պահում եմ ամենից, ինք կարողանա ինձ ասի։ Որպեսզի հասկանամ, որ չեմ կարող բահել ոչ մեկից։ Կարող եմ մի քանիներից, քանի որ բան եմ, արտիստ եմ, արտիստ հասկացան, գրնամ բահել։ Քանի որ քիչ գեղձավորություն գիտեմ անել, կարամ գեղձավորությամբ շարունակեմ։ Բայց միջև երբ։ Ուրեմն որչափ հավատքս կզորանա, այնքան ներսը կբացվի։ Եվ ներսը կբացվի ոչ թե ժեներալ, ամեն մեկուս ներսը դարբեր ձևով կբացվի։
քանի որ մենք տարբեր ենք եւ տարբեր խնդիրներ ունենք եւ տարբեր ասենք խնդիրներ ունենք։ Հիմա քանի որ հոդ 24 գլուխին 24 համարեն մի քիչ գարտանք իրար հետ, հետո ցես միտվածատեմ։ Քանի որ հետո Պիրկիա եկավ իր դրուսիղա գնոջ հետ, որ հրյա էր, եւ Բողոսը գանչել դվավ եւ լսեց անգե, հիմա լավ լսեցեք, այն հավատքի մասին, որ Քրիստոս Հիսուսի վրա է։ Ուրեմն այս Պերիկյան ուզեց լսել հոգևոր բաներ, որ մի քիչ վերև գարտանք 22 համարը գսե Պերիկյա ուրիշ անգամվան թողուց հարցը վասզի ստույգ դեղեցություն ուներ այն վարտաբեդության մասին։ Պերիկյան հետևեցեք ինձ, ինք գիտեր հավատքը, ուզում էր լսել հավատքի մասին, Հիսուս Քրիստոսի հետ կապված հավատքի խոսքեր եկեք խոսանք։ Բոլորս ալ գսիրենք այդ բանը եւ գսիրենք այդ թեմայով խոսալ Հիսուսի մասին, հավատքի մասին, ուրեմն գսե Բողոս գսե հավատքի մասին խոսեցավ։ Ես կանտրատարցա ասեցի, արդյոք ինչ խոսեցավ Հիսուս այս մարդուն հետ։ Ես գիտեք սիրում եմ ավետարանչություններ, ուզում եմ գիտնալ, որ մարդուն հետ ինչ խոսեցավ, որ հետաքրքիր էր։ Որ մենք սխալ երբեմն գխոսենք, ավետարանչություն գնենք, սխալ գնենք, մարդկանց ավետարանի մասին երբեմն խոսենք, սխալ բաներ գխոսենք։ Ես հետաքրքիր է ինձ թե Բողոս ինչպես կկարոզեր։ Բողոս ինչ կսեր։ Բողոս ինչպես մարդկանց Քրիստոսի մասին գխոսեր։ Իմ համար հետաքրքիր է։ Հալելույա, ձեր համար հետաքրքիր չի։ Իմ համար շատ հետաքրքիր է։ Քանի որ ես կուզեմ գիտնալ ինչ ծև անեմ, ինչ բան ասեմ, որ այդ տվյալ մարդ հավաշխարի, որ այդ տվյալ Հիսուսը սիրե։ Ամեն։ Ուրեմն սկսա մտածել։ Երբ սկսա մտածել, համար 25 նայեցեք պատասխանը ըստեղ։ Եվ գսե անիգա Բողոս արդարության, ժուժգալության եւ քալու Տադաստանին վրայով գխոսեր։ Արդարություն, ժուժգալություն, maîtrise de soi, ֆրանսերեն, զսպվածություն եւ եկող Տադաստանի մասին։ Մի րոպե։ Հիսուսի մասին էր խոսում, չէ՞։ Բայց ինչ եղավ այս թեման դարձավ Հիսուսից, եկավ այնտեղ։ Այստեղ մի բան սորվեցա։ Լավ լսեցեք։ Հիսուսի մասին խոսիլը, ասել է Հիսուս քո մեջ ինչ է փոխելու, սրա մասին դիտի խոսից։ Ով հետևեցավ ինձի։ Հիսուսի մասին խոսիլը, ինչի որ Հիսուս կա, Աստված կա, հալելույա, պիտի կա, երկինք պիտի լինենք, Փառք Հիսուսի, լավ եղի, լավ եկեղեցի արի։ Ոչ։ Հիսուսի խոսիլ, Հիսուսի մասին խոսիլը, եթե ես կխոսիմ Անահիտին հետ Հիսուսի մասին, ես պետք է խոսիմ Անահիտին, թե Հիսուս ինչ է ուզում անի իր մեջ փոխելու համար իրեն։ Ոչ թե որ Հիսուս կա։ Ուրեմն այստեղ խոսում էր մեր սիրելի Բողոսը արդարություն, ժուժգալություն եւ քալիկ Տադաստան։ Ուրեմն մի անգամից գեցա։ Եվ սկսա բրբդել պատմությունը։ Թե Պելիկյան եւ Տուրիսկիայի մասին արդյոք ուրիշ տեղ դեղեցություն ունենք, թե Բողոս ինչու սրանց այս 3 թեմայով խոսեցավ։ Ինչու չասեց սուտ կիրք կարտա, հավատացյալ եղիր, լավ պիտի լինի քեզ, այդ խոսքը չասեց։ 3 թեմա։ Ինչու Բողոս այս մարդուն եւ այս գնոջ այս 3 թեման խոսեց։ Եվ սկսա պատմությունները փնտրել։ Շատ բան չենք գիտեր սուտ կիրքեն, ուրեմն սկսանք այդ թվականի պատմությունը այս Պերիկյանի մասին եւ իր գնոջի մասին։ Եվ մի քանի բան գտանք։ Եվ ասեցի, հա, գախնիկի ելավ։ Ուրեմն առաջինը մեր սիրելի Պերիկյան լավ կեղտոտ ասեմ, չար ասեմ, իր դիդրոսի մեջ շատ վատ մարդ էր։ Իր դիդրոսը կործածելով շատ կեղտոտություն գներ մարդկանց։ Չարություն, կողություն, ինքը քանի որ ուներ նենգություն, ինիքիթե ֆրանսերեն, եւ այս տեսակ մարդը ուներ իշխանություն։ Եվ Բողոս ելավ իր թիմաց։ Եվ իր մասին խոսելու սկսավ։ Դու որ կգարձես սիրելիս, որ դու արդարություն պիտենես մարդկանց, բայց դու անարդարության մեջ կապրես մարդած հետ, իմացիր, որ Աստված քեզ գսե արդար եղիր։ Մարդը անարդարության մեջ էր։ Աստծո խոսքը եկավ, իրեն ասում է արդար եղիր։ Եթե քողը լար, մի դսեր քող մի լար։ Անարդար էր, ասեց արդար եղիր։ Սրա համար Աստծո խոսքը գմտնե քեզ ինչ որ չես, այդ գասի։
ուրիշ թեմաներու մասին մի խոսանք մեր մասին։ Աստված ինձ կուզե փոխել իմ վիճակիս մեջ։ Մենք հավատացյալները ժեներալիստ բաներ կխոսենք։ Հիսուս, Աստված, եկեղեցի, հալելույա, ամեն, բիդը հավատանք, այո, ամեն։ Okay, բայց դու այս ռոմեին Աստված ինչ ունի քեզ ասելի, որ դու փոխվես։ Այս մարդը այնքան կեղտոտ մարդ էր, որ անարդար, քող, ավազակ, սրա առնելով միշին դալով ինքը մեծ դիդրոս ուներ, Աստված եղավ, Բողոս եղավ, ասավ Հիսուսի մասին պիտի խոսեմ քեզ, գիտեք ինչ ասում Հիսուս։ Հիսուս ասում է քեզ, Պերիկիա ջան, արդար եղիր։ Էս մեկ։ Երկրորդը կխոսի ժուժգալության մասին, ինքնադիրավիդության մասին։ Գիտեք այս Պերիկյան եւ իր գինը Դուրուսիղան, ով է Դուրուսիղան, ադոր մասին խոսին։ Դուրուսիղան Հերովտես առաջին տակավորին աղջիկը։ Հերովտես տակավորը գիտեք ով է։ Անոր Հիսուսին 2 տարեկաններուն սպանեց։ Այդ տակավորը։ Անոր աղջիկներ, հրյա։ Եվ երկրորդ Հերովտեսը, որ գործարարության մեջ պատմությունը գա, որ ինքը որդերը գերան իրեն գսեք, գիտեք, լսել եք անոր մասին, Հերովտես 2, Անտիպաս, երկրորդ։ Եվ այս դուրսը անոր քույրներ։ Հոգևոր ավելի գնամ ասել հրյա ընտանիքի մեջ, որ շատ լավ գիտեին հրյական օրենքները։ Մովսեսի օրենքեն շատ լավ խաբարեր։ Եվ այստեղ ինքս է գիտեր ով էր, ինչ էր, ով էր Բողոսը եւ ինչ կքարոզեր։ Բայց դուրսիղան գիտեք ինչ այլ արել։ Իր ամուսինը ցկած եկեր էր Պելիկիային հետ ամուսնացել էր։ Շնության մեջ էր մեկ խոսքով։ Զույգը շնության մեջ էին։ Երրորդ կինն էր ասիկա Պելիկիային։ Հիմա ինչ կսե Բողոս։ Կսե Աստված կսե որ դու ժուժգալը լագետ ինչ ես արել ախպեր, չէ՞ կարող իմանալ մի քիչ։ Այդ ինչու թողեցիր ամուսինդ գնացիր, կամ հա, գնացի ամուսինդ գնացիր ուրիշին հետ։ Աստծո թակավորությունը արդարության թակավորություն է, Աստծո թակավորությունը ժուժգալության թակավորություն է, Աստծո թակավորությունը մաքրության թակավորություն է, Աստծո թակավորությունը այդպես չի։ Դու Հիսուսի մասին գուզես խոսեմ, ես քեզ ասեմ, այս կեղտոտությունները մի արա։ Եթե գուզես Հիսուսի մասին խոսամ, դու չես կարող շնություն անես։ Դու շատ լավ գիտես։ Ուրեմն ինքը քանի որ այդ բանի մեջ էին, այդ դիդրոսի մեջ, ուզածնին կանեին։ Ով կարող իրեն մի բան ասել, որ դու սխալ ես անում, բայց Աստծո մարդը պիտի ասի։ Ժուժգալությունը հասկացաք ինչու ժուժգալ է։ Ուրիշ բան չասեց, քանի որ այդ խնդրի մեջ էր։ Երրորդ բանը գսե եւ գսե քալու Թադաստանի մասին։ Գիտեք Ֆելիքսը, Պելիկյան իր դիդրոսով ինք Թադաստան էր անում մարդկանց։ Եվ ինք շատ խապեպա մարդ էր եւ կոռոմպյուին հայրենը ինչ է։ Դաշարակ էր։ Եթե գարտում ենք քիչ բանտին, նայեցեք գարտանք տեսնենք, Պելիկյա զարհուրելով պատասխան տվավ, ուրեմն երբ որ Բողոս սկսավ խոսելու արդարության, ժուժգալության, քալու Թադաստանի մասին, Պելիկյան գսե զարհուրեցավ, վախծավ եւ պատասխան տվավ, ասավ դու հիմա քնա ու երբ ժամանակ ունենամ քեզ նորեն կգանչեմ։ Գործին չեկավ, հա։ Ուզեց հավատքի մասին խոսի իրեն Բողոսը, բայց Բողոսին ասածը գործին չեկավ։ Քանի որ իրեն խանգարեց։ Ահա շատ հավատացյալներ։ Քարոզ ենք լսում, բայց որ քարոզը, այն որ մեր դուրն է գալիս։ Այդ որ մեզ խանգարում է, չէ։ Այն որ մեզ նեղացնում է, չէ։ Բայց ինչ հավատքի մասին ես խոսում դու։ Կամ Հիսուսի մասին խոսելու համար դու պիտի խանգարվես։ Եվ երբ որ եկավ եւ իրեն Հիսուսի խոսքերը խոսեցավ, իր կեղտոտությունը իրեն մեջտեղ անեց, ասավ դու գնա։ Հետո կխոսանք։ Եվ նայեցեք շարունակությունը։ Եվ հույս ուներ, Պերիկյան, հույս ուներ, որ Բողոսին կողմեն իրեն փող դրվի։ Ուրեմն գսպասեր, որ փողը Բողոսը փանտներ չէ, գսպասեր, որ Բողոսեն փող առնե եւ իրեն ազատի։ Արդար մարդ չէր։ Իր Թադաստանը փողի հետ կապված էր։ Գաշարագեր էր։ Եվ Հիսուսի եւ Բողոսին ինչ գսե։ Գսե ես քեզի քալիք Թադաստանի մասին մի խոսամ։ Քանի որ Աստված արդար թադավոր է, ես ինչ ես անում։ Այցեք իր սխալներուն համար խոսեցավ։ Ուրիշ թեմա չխոսեց։ Իր խնդիրները մեջտեղ բերավ։ Աստծո խոսքը թրավ եկավ իր ձուծը մեջտեղ անեց, մարդը չընդունեց։ Երանի թե դու ընդունեիր։ Քանի որ պիտի խանգարի Աստծո խոսքը մեզ։
Դու արդարության խնդրեմ ունիս, քեզ ասեմ, որ Աստված արդար է։ Դու շնության հետ խնդիր ունիս, ես քեզ ասեմ, որ ժուժգալություն ունի։ Արե, խելքդ գլուխը հավաքի։ Երրորդը, դու սխալ տադաստան գնես, կաշագիր ես, քիծիր, որ օրմա Աստված քեզ պիտի տադի։ Խելքդ գլուխը հավաքի։ Ահա Աստծո խոսքը, ահա ավետարանչությունը։ Ահա թե մենք ինչպես պիտի հավատանք։ Ահա թե հավատքը միջև որ պետք է թույլ տանք, որ խոսքը կա մեզ փոխի, քույր եղբայրներ ջան։ Հալելույա։ Երբ որ գմտածեի գսեի իսկապես թե Աստծո խոսքը երբ որ գուքա հայտնելու համար գուքա իմ մեջ մի բան։ Քույր եղբայրներ, խնդրեմ լուրջ տարեք այս թեման։ Հավատացյալ Հիսուսի հետևորդ ասել է իմ մեջս լավ քննել։ Եվ երբ որ խոսքը գուքա դարբեր ծևերով, իմ մեջս թույլ դամ, որ ներս մտնե, որ ներսի բաղվածները դուրս ելեն։ Քանի որ այստեղ ես չեմ հավատալու, մենք բաղված բաներ չունենք։ Մենք շատ սխալ բաղված բաներ ունենք։ Թերևս հիմա գսես չունեմ, քանի որ թեր չես հասկացել, թեր չի եկել։ Արիդ պիտի Աստված, որ մադը տնե վրան մի օր։ Պատրաստ եղիր։ Մեջին դուրս պիտի գա։ Քո ներսի բնավորության գիծերը, ցանկությունները, քո ներսի այդ մտքերը, այդ փափակները, որ Աստծո հաճելի չեն, այդ մեղքերը, որ Աստծո հաճելի չեն, կամ այդ ինչ գիտամ մի բաներ, որ դու գարձես որ շիդակ է, բայց Աստված գսե շիդակ չէ, այդ բոլորը դու չես գիտեր, բայց Աստված է որ թույլ դաս խոսքը բերեք ու մեջ միշտեր պիտի լե։ Խնդրեմ մի բահեք, թողել է մեջտեղ, որ սրբվինք։ Որ միջև ձուծը կա ներսից մաքրի։ Ես դուրս եմ մաքրվելու պետք չունիմ, լավ լվացվել եմ, այսօր լողացել եմ։ Ալելույա։ Բայց ներսի մաքրությունը, ներսի ձուծի մեջի եղածները, երբ որ հիշում եմ, երբեմն ասում եմ, վայ դեր իմ Աստված, այդտեղ ասում է դերը, թույլ դուր մտնե մաքրի քեզ։ Սկանեղը տեսար, հիմա տեսար դու ով ես։ Գիտեք, երբ որ դու գտեսես քո ինչը լալը, չես թադաբարդել ուրիշին, կարող ես որ ես իրանից ավելի քեշ եմ։ Ամեն։ Այդ մարդը որ միշտ կտադաբարդե քեզ, գիտի որ այդ մարդը ինքին դեռ չի ճանաչում։ Չի կարող մեկը թադաբարդե ուրիշին, երբ որ ինքը հասկանում է, որ իր մեջի զիբիլները, կեղտոտները, ըսկաները ավելի վատ է իր մեջ քան թե իրեն։ Հալելույա։ Դերը գահիտնի ինչ որ է իմ ներսս։ Երբ որ խոսքը գուքա, այստեղ որ գարտացինք գսե հոդվածները, շունչը, ոգին, ձուծը, նայեցեք դարբեր բաներու մասին գխոսի։ Գիտեք, Աստծո խոսքը երբ որ գուքա նախ մեր մեջը գազմավոր է։ Օրգանիզացիոնը ֆրանսերեն շատ կսերեմ այս բառը։ Գազմագերբված։ Դերը մեր մեջ ամեն ինչ իր տեղը գտնե։ Փողը, ընտանիքը, ֆինանսը, հարաբերությունը, եկեղեցին, հոգևորը, ամեն ինչ իր տեղը գտնե։ Եվ գսես ամեն ինչը զատ, ես ամեն ինչի մասին կուզեմ լուսխորել քեզ։ Մի խառնեք իրարու։ Մենք խառնում ենք ամեն ինչ իրարու։ Կորձը դերը գուզես լուսավորել, կորձի աշխատացևը, ֆինանսը տևել, ընտանիքը, հարաբերությունները, զավակների հետ, զույգիդ հետ, գուզեմ հատ ծնողքիդ հետ, եկեղեցի մեջ։ Այս ամենը գուզե ձուծը, շունչը, հոդվածները տեղը տանել։ Եվ այդտեղ գուզե հայտնել այդ ամեն իրավիճակի մեջ, թե ինչ կա, որ դու պետք ունես զղջալու եւ ապաշխարելու եւ փոխվելու։ Նպատակը այդ է։ Պայմանը ընդունիս, խոստովանիս, որ այդպես է, զղջաս եւ չորրորդը գիտեք ինչ է, ապաշխար ետ դառնաս, էլ նույնին դեղը չմնաս, ապաշխարել բառը դա, ետ դարձ։ Հասկացա առաջինը, վաու, ես այսպես մարդ եմ եղել, չէի իմանում, ընդունեցի։ Երկրորդը խոստովանեցա դեր խոստովանում եմ այո։ Ոչ թե ինձ մեկը ասեց, ես ասում եմ այո, ես գալիս եմ Տիրոջ, դասեմ այո դեր խոստովանեմ։ Իսկ երրորդը գզղջամ։ Հասկացա, որ այդ մեղք էր, հասկացա, որ քեզ հաճելի չէ, հասկացա, որ Հիսուսի պես չէ, հասկացա, որ իմ ձուծիս մեջ մաքուր դեղ չկա, այդ խնդիրը կեղտոտ է, դեր հասկացա եւ դեր, ահա, էլ ետ դարձ եմ անում։ Ապաշխարում եմ։ Հալելույա։ Էսա որ դերը գուզենել, երբ որ գսե խոսքը գուքա, մինչև քո ներսը, քո ձուծը քեզ մաքրելու համար։
Ամեն։ Ուրեմն երբ մենք կսենք մենք Հիսուսի երկար չկարոզ այսօր 10 րոպեից վերջացածի։ Բավարար է այսօր։ Երբ որ կսեմ իմ հավատքս Հիսուսի մեջ է, ասել է որ թույլ պիտի դամ որ Հիսուսը որ Հիսուսի խոսքը իմ կյանքիս բոլոր անգյուններուն մեջ լուսավոր է։ Եվ տեսնես այդտեղ ինչ է վիճակը։ Երբեմն լավ է, ինչի որ միշտ վատ բաներ կա, լավ դեղեր ալկա Փառք Հիսուսի, բայց լավ դեղեր ալկա, վատ դեղեր ալկա։ Ուրեմն երբ որ ես կհավատամ Հիսուսի, երբ որ գսենք մենք, հավատամ Հիսուսի, ասել գուզես որ ես պատրաստ եմ որ իմ կյանքիս ամեն անգյուններուն մեջ խոսքը մտնե մինչև ծուծը եւ կեղտոտությունները դուրս անե եւ ես ապաշխարեմ եւ փոխվեմ Հիսուսի նմանին։ Էս հավատացյալս է։ Խոսքը դիրոջ մեր կյանքի ամեն անգյուններուն մեջ Ձուծը, հոտվածները նորից գտնեմ միտքը, մտածումը, կարծեք թե Աստված ասում է արիստեղ, նա մերգացիր։ Ոչ թե մերգացիր հագուստով, մերգացիր ամեն ինչը, ես արդեն տեսնում եմ։ Սիրում եմ ես առաջին բանը, որ ես հասկացել էի, առաջին բաներից մեկը, որ հասկացել էի, այս համարն է, որ ֆրանսերեն գսե, մենք Աստծո առջև մերգ ենք։ Մերգը լալը մի քիչ ամեն թուլությունը բանը երևում է։ Donc երբ որ մերգ է Աստծո առջև, ամեն ինչ տեղը տեսնում է, մեր ներսը, մեր էություն, բաղված չկա, ֆիլմ չես անում այդտեղ, այդտեղ պոլիտիկ չկա այնտեղ, կամ այսպես չկա, այդ Աստված տեսնում է առանց պոլիտիկի, առանց խոսելու, առանց քո ձուծը, թե ձուծը բառը սիրում եմ, քո ձուծը հատեն տեսնում եմ այնտեղ։ Բայց ես ինչ պահեմ։ Որում պահեմ։ Հա, մարդկանց կարող եմ։ Բայց այդ ձուծը որ դերը տեսնում է, ինչ ասում ինձ։ Չի ասում Աբրե Սարգսյան լավ է։ Ասում է այդտեղ պիտի փոխվի։ Դու այսպես ես։ Եվ գիտեք ինչպես կհասկանամ շատ անգամ սիրելի քույր եղբայրներ, վիճակներ գլան նեղանալիք, խնդիր, խնդրեմ, այդտեղից կհասկանամ։ Դերը մեզ այդպես կխոսի։ Եթե խնդիր չլա, իմ ձուծս միշտ մաքուր է։ Այդպես կգարձեմ։ Խնդիր պիտի լա։ Պետք է խանգարվիս։ Պետք է ապտակը գա։ Պետք է քեզ մի հատ մերգացնի, մի քիչ պիտի հասկանաս, որպեսզի տեսնես ասես դեր։ Ընդունիմ, կան որ խոսքդ մտավ միջև այդ անգյունը, ես այդ մարդը չեմ։ Օգնի ինձ դեր, ապաշխարում եմ։ Այս իմ համար հոյակապ միտքերի որ եկավ, ուրեմն քույր եղբայրներ թույլ տվեք։ Մեր կորզն է։ Մենք անելիք ունենք։ Թույլ դուր, որ Աստծո խոսքը գնա միջև քո ներսը։ Սրա համար պետք ունիս ավետարանին, պետք ունիս խոսքին, պետք ունիս եկեղեցին, պետք ունիս եղբայր քույրերին, պետք ունիս որ դու թույլ տաս որ ներս մտնե։ Պաշտամունքին սկիզբը ինչը սի որ դեսնենք Տիրոջ փառքը։ Տիրոջ փառքը հենց էսա։ Թույլ տար որ դեսնես դու ով ես եւ ինքը ինչ կնե։ Իր խոսքը ինչ կսե։ Հիմա հարց դու քո կյանքդ ունիս օրինակ նամ գին ամուսին զավակներ, կորձ, դուն, ընկերություն, ընտանիք, ֆինանս, բդույթ, օրինակ, այսպես բաներ գա կյանքիդ մեջ, չէ՞։ Ուտել խմել, տարեթարց, հա, այսպես բաներ, ունենք, այս բաներ ապրում ենք։ Հիմա հարց քեզի։ Այս ամեն վիճակի մեջ դու վստահ ես, որ քո ուրածը չի դագե։ Իրեմ թույլ պիտաս, որ Աստծո խոսքը մտնեն ես եւ քեզ ասի, այսպես չի, այսպես է։ Ամեն վիճակի մեջ։ Դու վստահ ես, որ քո դունդ Աստծո հաճելի է։ Վստահ ես, որ արդյոք քո ինչ գիտեմ հակվածդ Աստծո հաճելի է։ Վստահ ես, որ քո ծախսարդ փող ես, որ ծախսում լավ դեղերը Աստծո հաճելի է։ Վստահ ես, որ փող որ շահում ես Աստծո հաճելի է։ վստահ ես, որ ընկերություններդ Աստծո հաճելի են։ Վստահ ես, որ արդյոք այդ մարդուն հետ այդ խոսածդ Աստծո հաճելի է։ Պետք է որ դեր ասեմ, այս ամեն իրավիճակի մեջ դեր ծուծս մդիր։ Եվ այդտեղին ցույց տուր այդ վիճակի մեջ ես ով եմ։ Այդ վիճակի մեջ ես ով եմ։ Հարևաններու հետ ես ով եմ, ինձ ցույց տուր ես կարծում եմ որ լավ եմ։ Ուրեմն Աստծո խոսքը գսե ներս կմտնե։ Քույր եղբայր Հիսուս խաչին վրա մերավ որ մենք այդ դաջարը լանք, որին ներս մտնե, Սուրբ Հոգին գսե մենք ունենք, մի հատ պերանացի խոսում ենք, բայց գիտեք ինչ ծորություն է այդ խոսքը։ Սուրբ Հոգին քո մեջ, գիտես ինչ ասել է այդ խոսքը։ Ասել է որ քո ձուծի մեջ մտեր է խառնելու, հալելույա։ Երբ որ Հիսուս դաջար մտավ, մտյունը գիտեք, ինչ արեց։ Դաջար մտավ ինչ արեց։ Կանտեց։ Ինչու կամ այդ դաջարին մեջ պետք է աղոտ լիներ, բայց դաջարի մեջ աղոտ չկար։ Արև դուրը։ Զաքյոսին դունը մտավ։
Ինչ արեց։ Զաքիոսին փողասիրությունը հեղաշրջեց, քանի որ Զաքիոսը գծի էր։ Ուր որ մտնում է, այդ մարդուն վիճակի ինչ է, այն հեղաշրջում է, որ այդտեղ մարդը այդ վիճակի մեջ փրկություն ունենա։ Հալելույա։ Ուրեմն ուր որ գմտնի, որքան դեղ գտաս, այն դեղ գկա եւ գխառնի։ Եվ ասեմ ձեզ, ուշ չէ ժողովուրդ ջան, դերը գրնա քեզ ամեն ինչ շտկել։ Մի ասա որ էլ ուշ է եղավ բրձա։ Ոչ, դեր գարա շտկել, ետ տարտի ժամանակ կա, օրտնվելու ժամանակ կա, ներողություն խնդրելու ժամանակ կա եւ երկնային փոփոխության ժամանակ կա։ Հրաշքներ կան տեր մեր յանքերին մեջ։ Հալելույա։ Ուրեմն ետ տարտ, հիմա բոլորս ալ ինգեր ենք, ամեն, բայց մերած չենք։ Հալելույա։ Ինգեր ենք, բայց քետնի հավասար չենք։ Դերը գպարսրացնի, միայն թույլ դուր որ մտնե եւ մի ասա որ էլ այ ախպեր հովիվ ջան, ուզեցի չէ, հավստացվեց, չստացվեց, աշճապ։ No, չստացվեց, բայց հիմա կստացվի։ Շարունակի։ Հալելույա։ Հալելույա։ Թույլ դուր որ այդ խոսքը ներս մտնե միջև քո խորքերդ, թույլ դուր որ լավ հայտնի քեզ, քո մեջդ ինչ պահված բաներ կան, քո վերքերը, քո անցյալեն եկած, գիտեք երբեմն հոտ կառնենք, հոտ, մի հոտ կգա, կհիշես 50 տարի առաջվա Հայաստանի քո կյանքը։ Մի հոդով եւ երբեմն վատ բան կհիշենք։ Էդսել է մեր մեջն է թեր ժողովուրդ։ Պետք է այդ հոդը թույլ տաս որ դերը կա մակրի սրբի դուրսան։ Գասեք մենք ծանր է մեր կյանքերը։ Մենք ուդեղից ենք եկել, մենք բացություն ունենք մեր հետևը։ Մենք չենք կարող այսպես Աբաշխարությունը սեր չէ, ալե քցի վերջացավ, հինը անցավ, նոր եղավ, այդ հինը անցավ, բայց հինը հետքեր թողած է, մենք պետք է այդ հիներից երթան կապված գամուրջներ կա, պետք է գդրվի այդ գամուրջները, որ հինը անցնի, բայց գամուրջը գդրվելու համար դու պետք ունիս իմանաս, դու որտեղից ես ինգել, քո եղբայր Աստված գուզե քո ներսդ մաքրել, ոչ թե քեզ եկեղեցի բերել։ Հասկացաք միտքը, այն չի որ մենք եկեղեցի մարտնանք, Աստված գուզե որ մենք ներսից փոխված եկեղեցի մարտնանք։ Եկեղեցի կացողները շատ կան, հալելույա։ Հավատացողը սողները ամեն հայերը հավատացող են, ամենալ հավատացյալ են։ Իրենց ձուզը կդանայ, մի հատ դունը մդիր, նայր, գինը ամուսնին ձեզում է, ամուսնը գինին ձեզում է, ինչ գիտնամ հայոյանք կա այդ ինչ է, ուր է Հիսուս, այդ ինչ խոսք։ Հասկանաք, փերանացի մենք լավ հավատացյալներ ենք, կամ ցույց ենք տալի, որ իբր թե լավ մարդ ենք, բայց դերը ուզում է ներս, ուրեմն թույլ դու դիրոջ խոսքը ներս մտնե քեզ, ներս մտնե, որ ներսինը դուրս անե։ Մի հատ պատմություն գայց պատմությունը պատմեմ եւ գվերջանա։ 4-րդ թագավորացի մեջ Եղիսե մարգարեին հետ մի բան գբադահի։ Բոլոր մարգարեներով դուրս ելած են, փայտ կգդրեն։ Փայտ գդրած ադենին այդ գացիվի գլուխ երգաթը ճուրին մեջ կինա, ճուրին մեջ։ Եվ մարգարեներեն մեկը գսե Եղիսեին վայ գսե այդ երգաթը գացինը փոխ արածեի իմս չի, բայց ես ոնց գտնեմ այդ երգաթը գնաց խորքերը Եղիսեն գսե որ գողմը գսե ընդեղ։ Հիմա հասկացաք միտքը այնտեղ միտ մատնանշես։ Գիտեք ինչ արեց Եղիսեն։ Ասեց ինձ փայտ մտվեք, փայտ արավ եւ ճիշտ այդտեղ ճուրի վրա գցեց։ Փայտը ճուրին մեջ ընկղմավ, երգատը վեր ելավ։ Հրաշք է դամ հրաշք չէ։ Հրաշք է։ Ինչ ըսել գուզե որ երբ որ դու բահված բաներ գա եւ դու գուզես դուրս կա, դերը ասում են խոսքը ուղարկի այդտեղ։ Խաչը խոսքն է, փայտը խաչն է, որ խոսքն է։ Ուրեմն ուղարկի գս այդտեղ, երբ որ խոսքը գմտնե ներս, վրան չմնաց, հա։ Փայտը մտավ ճուրի մեջ, անկարելի բան է։ Փայտը մտավ ճուրի մեջ եւ երգաթը ելավ։ Ուրեմն որքան թույլ գուտաս Աստծո խոսքը մտնե քո խորքերը, այնքան այդ երգաթները, տարիներ ու պատմություններ կան, հալելույա, ջահելները աչափ երկար չեն ապրած, դարիքոտներում է հատ հարցուցեք։ Ինչ պատմություններ կա այդտեղ բահված։ Նենեին, բաբային պատմությունը, բահված է հետևը։ Այդտեղից պետք է դուրս գա, որ դու ազատագրվես։ Բայց այդտեղ դուրս գալու համար փայտը պիտի գցես, ուր դու պիտի որոշես այդ կետի վրա։ Պիտի ցույց տաս ուր։ Հալելույա։ Հասկացաք որ հավատացյալը ժեներալիստ չէ, այսպես ժեներալ բաներ խոսալ, փառք Տիրոջ, հալելույա եւ այլն։ Ոչ, հավատացյալը լանը պիտի մտնե քո ներսը ձուզդ, այդտեղ պիտի գա Տիրոջ խոսքը, Հիսուս Քրիստոսի խաչության օրհնությունը, որովհետեւ ներվի բաղված բաները դուրս գա եւ ասես հալելույա, ես Տիրոջ առջեւ ազատ մարդ եմ։ Փառք քեզ, դեր շնորհակալ ենք։ Հասկանաք ժողովուրդ, դերը ուզում է այսպես հավատքի խոսքեր խոսանգիրարու, ինչպես Պողոսը խոյեցավ այս երկու անձերուն, իրենց խնդիրները իրենց երեսին դվավ, մենք ալ մեր խնդիրները մեր երեսին կանգնի։ Ինչ ամոթ է։ Ոչ։ Ամաչում ես։ Չէ, խոսանք Աստծո խոսքը։ Իմ գարձիկներս չէ։ Որովհետեւ ես եւ դու
մեր երկաթները դուրս ելեն, մաքրվի մեր ճուրը, քանի որ երկաթը գփասոդի, փասոդիը գիծա ժանկոդի եւ գիտեք ինչ կնի, գթունավորե ճուրը։ Երբ որ այդ երկաթը մնա քո բաժակիդ մեջ կամ օրինակ դիդի խմես, դու գթունավորվես։ Շատ բաներ կա որ ցես թունավորում է առանց գիտնալու, քանի որ ցե ներսերը մեջ կան այդ բաղությունները, դուրս թողքան, ժողովուրդ դուրս թողքան, Հիսուսին ասեք դեր, օքեյ, ես սխալեցա, իմ պատճառով եղավ, հասկացա, օքեյ, սա բա։ Բայց դե թող չմնա այնտեղ, հանի դուրս։ Հալելույա ժողովուրդ, իմ պատճառով է, բայց դուրս կրնանք անել։ Փառք Տիրոջը։